Այսօր մենք ռազմավարական մի ընտրության փուլում ենք։ Մենք լուծում ենք մեր պետության հարատևության եւ նոր որակի պետություն ունենալու հարցը։ Եվ ելի եմ ասում, բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ կառավարությունը, վարդա կտամ, էնա։ Մեր պարագայում օրվա իշխանությունները անդադ այսպես սրում էին իրավիճակը, բայց գնալով ավելի խորացնում էին տնտեսական կախվածությունը ու այսօրվա դրությամբ, ոնց որ մենք հայ ժողովուրդը փաստի առաջ է կանգնած, որովհետև այս պայդրությամբ մենք իրական ալտերնատիվ դեռևս չունենք, իսկ Եվրամիությունը երկար ժամանակ ես համոզմունք ունեմ, որ չի պատրաստվում մեզ իր հաշվին պահելու այդ միջոցներն էլ չունի։ Մենք պետք է հաշվի առնենք, որ Եվրամիությունը այս պահին իր սեփական խնդիրներ ունի։ Մարդիկ շատ են բողոքում գների աճից։ Հիմա այս իրավիճակը հույս ունեմ մի քիչ կօգնի, որ Միրգ Բանջարեղենի եւ այլնի գները մի քիչ Հայաստանի Հանրապետությունում ընկնեն, բայց ընենց որ արտահանողները իհարկե չտուժեն եւ մենք իրանց անպայման կաջակցենք։ Եթե մեր էներգակիրները թանկանում են, արդեն իրենք խնդիր ունեն մրցունակության հետ ավելի փոքր շուկաներում, դեռ էլ չասած եվրոպական շուկա հասնելու համար արդեն ավելի թանկացած ապրանք է լինելու այդ ստանդարտներին չհամապատասխանող։ Այստեղ մենք չենք իրականացրել մեր տնային աշխատանքը։ Պարզապես այդքան բան։ Մեր տնային աշխատանքը չիրականացրած, այսպես մի ծիծաղել բան կայում, որ ասում են, որ մենք սենց շտապելով վազում ենք ու շալվարը մեր հակից ընկնում է։ Մենք այդ իրավիճակում ենք, որ վազում ենք Եվրոպայի հետևից ու մեր շալվարը մեր հակից ընկնում է։ Ու դրա մասին պետք էր մտածել այ հենց 2022 թվականից սկսած, երբ որ Հայաստան սկսեցին շատ մեծ հոսքեր լինել, այ օրինակի համար մենք կարող ենք տեսնել շատ հաջողված պետությունների օրինակներ, որ նրանք ֆոնդեր են ինչ-որ ստեղծում ստրատեգիական նպատակների համար, որի ամենալավ օրինակը Նորվեգիան է։ Եթե մենք ստեղծենք ժամանակին այդպիսի ֆոնդ, այդ մեծ միջոցները մեր օրվա իշխանությունները չվատնեին, այսպես շոուների վրա, չգիտեմ եւ այլն ու դեռ մի բան էլ զուգահեռաբար մեր պետական պարտքը չհասցնեին 14 միլիարդի, որը այս տարի կարող է հասնել 16 միլիարդի, իրավիճակը այլ կլիներ։